Պարոն Չքասյան, տեսնում ենք, որ ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական ուժեր հայտ են ներկայացրել մասնակցության ընտրություններին, ինչով է ԱԺԲ-ն տարբերվում մյուս ընդդիմադիր ուժերից, որ հանրությունը պիտի գնա, դա նկատի ունենալով, օրինակ ձայնը տա ԱԺԲ-ին։ Տեսեք, գաղափարական իմաստով ես կարծում եմ այն ներուժը, որ ԱԺԲ-ում կա, երևի մի քիչ անհամեստ պիտի հնչի, բայց այո, այսօր մենք տարբերվում ենք նաև դրանով։ Մեր մոտ կա մասնագիտական ներուժ, կա թե անցյալի այսպես արժևորման, մեր մասնագետները, որոնք ասենք Արա Պապյանը, որը մեր ասենք ամբողջ այդ նոր շրջանի պատմության ֆունդամենտալ կարևորություն ունեցող փաստաթղթերի հրապարակումն է ապահովել, ունի դիվանագիտական փորձ, կան մարդիկ, որոնք ռազմաքաղաքական ահռելի ներուժ ունեն, որոնք եւ կյանքի փորձով ես նկատում եմ թե Ժիրայր Սեֆիլյանը, թե Վարուժան Ավետիսյանը, որոնք հայեցակարգային առաջարկներ էին արել պաշտպանության կազմակերպման դեռևս 10 քանի տարի առաջ ազգ բանակ այդ ոզնու գաղափարը, որ անհավասար պատերազմում ինչպես կարելի է ոզնի դառնալ եւ այդ պաշտպանվել։ Այս ամեն ինչը հետո իհարկե վարկաբեկեցին Սերժ Սարգսյանները իրենց ազգ բանակով, բայց այդ գաղափարները փորձում էին գողանալ։ Նույն քաղաքացիական պայմանագրի գաղափարները, որով իրենք իբրև թե մտան, էլի մեր հիմնադիր խորհրդարանից, այսպես ասած, վերցրած գաղափարներ էին, որը էլի այլանդակեցին։ Խնդիրը հետևյալն է, որ մեր գաղափարական արտաքին կողմնորոշման մասին մեր խոսակցությունները այսօր եթե նայեք, աշխարհը հենց այդպես էլ գնում է, Ռուսաստանը նահանջում է։ Մենք դրա մասին երբանից ենք խոսել։ Մեր ժողովուրդը հասկացել է վերջապես։ Այո, այդ իմաստով մենք գաղափարական հաղթանակ ենք կրել։ Մեր ժողովուրդը ի վերջո հասկացել է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել։ Հիմա բոլորը խոսում են դրանից, Ռուսաստանը հիմա խնդիրներ ունի, չի կարող երաշխավորել։ Բայց մենք ինչ էինք ասում։ Մենք ինչ էինք ասում։ Մենք ասում ենք գնանք պատերազմ սկսենք Ռուսաստանի դեմ։ Չէ, մենք ասում ենք պետք է այդ շահերի տարբերությունից ելնել։ Ուրեմն գաղափարական այդ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական վերլուծությունների փորձը նոր չի, այս ընտրությունների հետ չի եղել։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք, որ Արցախը դարձնելու են Աբխազիայի նման են փորձելու անել, հետո վերջում էլ մանրադրամի նման օգտագործելու են։ Այդպես էլ եղել է։ Այսինքն մեր կանխատեսումները քաղաքական նոր չեն։ Երկրորդ, մենք ոչ միայն այսպես քաղաքագիտական կանխատեսումներ ենք արել միայն կամ միջազգային իրավունքի հիմքերի վրա ենք լուծումներ առաջարկել դիվանագիտական, այլ նաև փորձել ենք հողի վրա կազմակերպել մեր ժողովրդի դիմադրությունը։ Կլինի դա երբ որ 15 թվականին մենք գնում էինք Արցախ Բերձորի այդ հնարավոր քարոզը որ անելու համար արցախցիներին, որ իրենք պատրաստ լինեն ծանր, այսպես ասած, բեռը կրելու, մեզ ինչ եղավ, այսինքն այդ բոլորը հիշում են, չէ, այսինքն այդ Բերձորի ջարդը, որը եղավ։ Այսինքն մենք մեր մարմնի վրա ենք այդ կրել, Իգոր Մուրադյանն էլ էր մեր հետ այն ժամանակ ողջ էր։ Այդ մեր բոլոր հերոսները հարվածների տակ են եղել, ովքեր Արցախյան շարժման նաև նախակարապետն է եղել եւ այլն։ Կամ եթե խոսում ենք ապագայի մասին, տեսեք անցյալի, դուք ասում եք անցյալի մասին եք խոսում, անդադ անցյալ, Վիլսոնյան բան Հայաստանի, չէ, ժողովուրդ ջան, մենք մեր իրավունքների մասին ենք խոսում, ոչ թե անցյալի մասին ենք խոսում։ Իսկ ապագայի, այո, մենք մասին խոսում ենք։ Եվ դրա մասին էլ խոսում ենք որպես արհեստական բանականության դարաշրջան, նոր քաղաքակրթության դարաշրջան, որը հնարավորություն է տալու մեր տնտեսությունը եւ պետությունը կառավարել նոր ձևերով։ Ոչ թե պետությունը որպես բյուջեի բաշխիչ, ինչպես հիմա նստած են եւ իրանք իրանց բաներ են, պարգևավճարներ են վճարում, այլ արհեստական բանականության այս գործիքները օգտագործելով նոր տեխնոլոգիական գործիքներ օգտագործելով կոռուպցիայի եւ բյուրոկրատիայից ազատվել, որպեսզի մեր ժողովուրդը իսկապես շունչ քաշի, որտեղ առանց տնտեսության անվտանգություն չի լինի։ Մենք խոսում ենք անվտանգության մասին, այո, դա առաջին պարտականությունն է պետության, բայց որպեսզի դա լինի, պիտի տնտեսություն լինի։ Իսկ տնտեսության համար դու պիտի օգտագործես այս նոր տեխնոլոգիական վերելքները, որոնք հնարավորություններ են։ Դրա մասնագետներն ենք մենք։ Ապագան
հենվելու է 4-րդ արդյունաբերական հեղափոխության վրա։ Այս դրա մասին ով է խոսում։ Ով է խոսում։ Մենք խոսել ենք, բայց էլի ցավոք սրտի պոպուլիստական այդ այսպես ծովի մեջ, հա, մեր այս խոսքերը քիչ են տեղ հասնում, բայց այսօր մեր ժողովուրդը պետք է սրտով ընտրի, ոչ միայն մտքով։ Շատ բաներ կարող է դու չհասկանաս, օրինակ չհասկանաս, որ երբ որ ինքնաթիռ ես նստում, ինքնաթիռը ինչպես են նախագծել, բարձր մաթեմատիկան, բարձրագույն մաթեմատիկան ինչպես են օգտագործել ինքնաթիռը նախագծել, որ ապահով լինի։ Բայց երբ որ դու գնում ես նստում ես այդ ինքնաթիռ, դու օգտվում ես այդ բարձրագույն մաթեմատիկոսների աշխատանքից, ինժեներների աշխատանքից, ու պիտի հարգես, որ ունես այդպիսի մարդիկ։ Եթե դու չես հարգում, այլ պերաշկի ուտողներին ես հարգում, այդ քո ինքնաթիռը անվտանգ չի լինելու։ Հասկանում եք։ Այս է խնդիրը։ Դրա համար այդ տարբերությունը, այո, մենք վստահ ենք մեր ուժի վրա, որ մենք որակ ենք բերում մեր քաղաքական դաշտին, մենք ինչ որ իմաստով աղի դեր ենք կատարում, համ ենք տալիս, եւ դրա համար էլ որոշել ենք մասնակցել այս ընտրություններին, որտեղ դա ազդելու է ամբողջ դաշտի վրա։ Այսօր գլխավոր խնդիրը ազատվել այս դուրս բրծուկից եւ իր խմբակից, որտեղ սա կործանում է մեր համար։